Բարի օր սիրելի հերոստատիտողներ, այսօր պատրաստելու ենք քաղցր կարտոֆիլով կամ պատատով շատ համով դաշ, որի մեջ գնալու է աղացած միս եւ մի քանի կանաչիներ եւ համեմունքներ, հետո ստանալու ենք մի համովություն, որը այնքան հեշտ է պատրաստվում, ասելու եք Շաղիկ ջան, շատ շնորհակալ ենք այս բաղադրատոմսին։ Այսկզբում ինչ ենք անելու։ Ուրեմն մենք պատատները կամ sweet potato-ն կամ քաղցր կարտոֆիլները արդեն մաքրեր, լվացել պատրաստել ենք։ Պետք է գիսենք մեջտեղից երկու մասի, այսինքն այսպես, բայց գեղևը պետքա թողենք, այսինքն գեղևովա լինելու։ Ինքը մի քիչ ուժեղ է, սենց կարող եք անել ու գտրել։ Էս ունենք։ Հետո շարունակելու ենք։ Հիմա ինչ ենք անում։ Մի հատ պատրակաղ ենք վերցնում։ Սենց լավ մծագում ենք։ Եվ երկու կողմեն ենք ծագում, այսինքն մի հատ մեջից, մի հատ դրսից։ Մի հատ այսպես, մի հատ այսպես։ Հետո տնելու ենք չերոցում եփի, մոտավոր մի 20-ից 30 րոպե։ Հետո արդեն զգում ենք ինքը փափկելա, ինքը արդեն եփելա։ Իմիջիայլոց մենք պատրաստելու ենք մի համովություն աղացած միսով միջուկ, որը լցոնելու ենք կարտոֆիլները ու հետո արդեն կտեսնեք։ Կարող եմ դարձեք մի քիչ դաժան գործը, բայց ոչինչ, մարզանք է։ Քանի որ եթե ձգձգենք, ավելի համովություն է տալիս։ Մնաց վերջինը։ Մեր չերոցի սինին բերում ենք մի հատ մոմի թուղթ կամ եթե ուզում եք ես մոմի թուղթ եմ տնում, կարող եք նաև տնել փայլատիտեղ։ Ավելացնում եմ մեր sweet potato-ները եւ իրա վրա ավելացնել եմ մի քիչ ցիծաբտղից հետ ու աղ եւ բղբեղ, որպեսզի ավելի համով լինի։ Այստեղ ունենք աղ, այստեղ ունենք բղբեղ, որը մենք ենք աղում։ Մի քիչ կարող ենք կարմիր բղբեղ, ոչ գծու։ Եվ մի թեթև ցետ։ Ուղարկում ենք չերոց։ Կարտոֆիլները եփելու ենք մի 20-ից 30 րոպե 180-ից 200 աստիճանի վրա։ Հիմա շարունակում ենք մեր գործը։ Մի քիչ հավաքենք ու գնանք։ Այստեղ ունենք աղացած միս։ Ես սոխերը արդեն մարացրել եմ, կարմիր սոխ եմ օգտագործելու, մանր կտրատած, ժուլիեն կտրատած, այսինքն, որպեսզի եթերում չլամ, սկիզբեն կտրատել ենք։ Պետք է բերենք մի հատ այսպիսի թավա, միացնենք ու սկսենք տապակել։ Ահա, հիմա այստեղ տեսնում եք սպանախ, չէ՞։ Մեր հայկական համով սպանախը։ Ես ափսեի մեջ տնեմ, որպեսզի կարողանամ սպանախը կտրատել։ Մենք մեր սպանախները արդեն մաքրել ենք, հիմա պետք է կտրատենք։ Նվեր մեզի կանաց սոխ ելավ մեջ են։ Մի հատ էլ նայենք, կարող է ուրիշ կանաչիներ կան, չկան։ Լավ։ Քանի որ մեր թավան տակացել է,
ուզում եմ միսը սոխը սոխտորը ավելացնել, միջև եփի արդեն սպանախը կկտրատենք, քանի որ ինքը շատ շուտ է փոքրանում։ Ցեթը ավելացրեցի։ Ավելացնում եմ մեր աղացած միսը։ Մի քիչ մարացնում ենք կամ ջզվում ենք մեր սիլիկոնե քթալով։ Մի քիչ սկսում է եփիլ, արդեն սոխը սոխտորը կավելացնենք։ Ավելացնում եմ աղ։ Բղբեղ։ Մի քիչ քաղցր։ Մի քիչ կծու։ Հիմա արդեն սոխը կարող ենք ավելացնել, որ սոխը եւ միսը իրար հետ ավելի համով է լինում։ Սոխտորը։ Ես ինչ լավ հոտ է գալիս լիլո, աշատ աղոր միս եք վերցրել։ Մի քիչ թողում ենք ինքը կամաց տապակվի, արդեն ես գնալու եմ սպանախը կտրատելու։ Ինչպես որ գիտեք, մի թեթև կարող ենք այս ձայրերից մի փոքր հանել ու արդեն կտրատել։ Չնայած այս սպանախի ամեն կողմերն ալ օգտակար են։ Խառնում ենք մեր միսը։ Ինչ հոտերա, որ իմանաք, հեսա գկաք մեր ստուդիո կամ մեր տաղավար եւ մենք ցես կհրամցնենք։ Իրականում իմ համար կարմիր կարտոֆիլը իմ ամենասիրած մտերքներից է, որովհետև իր համը ինձ համար շատ sense կոմֆորտ է ու ինչ ուտես լինի, ես սիրում եմ։ Իրեն պատրաստում եմ աղցանի վիճակով, նախուտեստի վիճակով, ճաշ եւ ինքը շատ օգտակար է եւ երեխաները շատ են սիրում։ Մեկ-մեկ ես ֆրինել իրան քաղցր կարտոֆիլով եմ անում դունը, այնքան համով է ստացվում։ Մանր անում եմ, տենց բարակ ֆրին ոնց ենք պատրաստում ու մի թեթև աղ, օսլա եւ թեթև ալյուրով sense բան եմ անում ու դապակում եմ։ Ինքը խրխտան է դառնում ու հետո այսպիսի սոս եմ անում, որը հիմա անելու եմ թեթվասերով։ Ուրեմն տենց ենք հաշվում, որ մոտավոր 20 րոպե կուզե այս միսը եփի ու այդ համերը իրար հետ ամուսնանան։ Ու ամենավերջում սպանախը կտնենք։ Սպանախը թունում եմ։ Ես սիրում եմ, երբ որ ճաշին սպանախ եմ ավելացնում, սենց թողեմ ինքն իրեն իշն է, դրա համար հիմա սենց եմ անելու, որ ինքը այդ շոկիով արդեն կամաց իշնի։ Oh my god! Իրականում ես միչուկը կարող եք մինագը ընել եւ վայելել, կարող եք էսի անել կովը պրինցեփ հիլավով ուտել, կարող եք էս անել մակարոնեղեն խաշել ու իրար հետ խառնել ուտել։ Այսինքն ինքը մեգա ցեզի համար ֆիքսված թող բաղադրատոմս լինի ամենտեղ օգտագործել։ Միջև որ մեր միսը պատրաստվի եւ մեր կարտոֆիլները եփին, ես ուզում եմ մեր բանիրը քերիչով անցկացնեմ։ Ես սուլուգունին, չանախի սուլուգունին եմ օգտագործում։ Իրականում հավանել եմ չանախի սուլուգունին, որովհետև եւ համային ինձ համար բան է։ Ոչ ալի է, ոչ աղի է եւ լավ է հալվում։ Չնայած մոցարելա ունենին է լավ կլիներ, բայց չունեմ։ Մի հատ միսին նայենք։
Արդեն պատրաստ է։ Կարող ենք մարել։ Կամ անչադել։ Ու մենք մեր գործը շարունակենք։ Եթե հավանեցիք բաղադրատոմսը, անպայման այսօր պատրաստեք։ Ընթրիքին սուրպրայզ արեք ձեր ընտանիքին։ Ասեք այսօր մի հատ համով բաղադրատոմս եմ տեսել, Կետրոն TV-ով շաղիկներ պատրաստում։ Էդի ռիսկ եմ արել, պատրաստել եմ։ Հեսա ձեր ընտանիքը շնորհակալ լինելուց։ Պայման չի ամեն օր բաց էր նայածը պատրաստեք, բայց դենց 2 օր անգամը կարող եք պատրաստել։ Դուք էլ չեք հոգնի, բայց գոնե համովություններով բաց չեք թողնի։ Պանիրն էլ պատրաստ է։ Դե ինչ, միսերնիս արդեն պատրաստ է, անչադերենք, բայց չի ուզում անչադվի։ Մի հատ աղի մասն եմ ուզում նայեմ։ Մեր բանիրն էլ պատրաստ է, հիմա այդ սոսը պետք է պատրաստենք։ Մի հատ ափսե ենք բերում։ Մեր թթվասերը չանախի ավելացնում ենք։ Իրա վրա պետք է ավելացնենք մի թեթև սամիտ։ Ոնց որ ինքը թթվասերով սոսերը միսով ջաշերի համար, կարտոֆիլով ջաշերի համար իրանք ամբողջացնում են համերը, քանի որ մսայինը ինքը ինչ որ հատուկ համ ունի ու կատնամթերքից թթվասերը իրեն հանգստացում է ու վերջնական դուք այդ համերը բալանսավորում եք ձեր բերանի մեջ եւ ստանում եք մի հատ համովություն։ Ավելացնում եմ։ Մի քիչ կալիս եմ այստեղ, ավելացնելու եմ մեր մարանիքի աղից եւ բղբեղից։ Մի կաթիլ ձիթաբտղից հետ extra virgin։ Միշտ հիշենք, որ սոսերի մեջ անպայման որ ավելացնում ենք, համերը իրար բլենդ է անում։ Խառնում է համերը, կարող ենք ասել։ Մենք այս պանիրները ստեղից վերցնենք, որպեսզի մեր կանաչ սոխը մարացնենք, քանի որ վերջում կանաչ սոխը պետքա տնենք եւ զարդարենք եւ ուտենք։ Վաու։ Վաու, վաու, վաու։ Ուրեմն ոնց ենք իմանում, որ արդեն իրենք պատրաստ են, այսպես պիտեինենք եւ արդեն մտնե մեջը։ Մի քիչ ճզմում ենք, թեպի ներքև եւ դեղ ենք բացում, այսպես ճիշտ, այսպես։ Տեսնում եք, ինչքան անուշիկ են։ Այսպես կտալով միջուկի պես թնում ենք, ավելացնում ենք, ամեն մեկ կարտոֆիլին վրա եւ մի թեթև տարածում։ Մի քիչ արադ մսով արեցինք, որովհետեւ մենք հայերս միս շատ ենք սիրում։ Ավելացնում եմ պանիրը։ Ոնց ասեցի, ես սուլուկունի եմ օգտագործում։ Կարող եք մոցարելլա, կարող եք չեդդեր, կարևորը հալվող պանիր լինի եւ համով։ Ես ընդհանրապես մի թեթև ասանք տապակացնում եմ, որ շատ 4 կողմը չհալվի, ճիշտն է։ Եվ ուղարկում ենք չերոց։ Միջև կարտոֆիլների վրայի պանիրը հալվի, ու այդ ամեն ինչը սենց միա զանգված լինի, մենք կտրատում ենք սոխը եւ մաղադանոսը։
քանի որ վրան մի քիչ ցող եւ մաղդանոց ենք ավելացնելու։ Մի քիչ խառնում ենք իրար ու որպեսզի վրան ավելացնենք ամենավերջում։ Դե ինձ սիրելիներս, մենք մնացած ապրանքները մաքրեցինք, դեղերը թրինք, սավան մեզ օգնական էր եւ գնանք հիմա բերենք մեր կարտոֆիլները։ Ապա, ցերկս վարեցավ։ Ուրեմն, այս մեր պատրաստած սոսը ամեն մեկու վրա մի կտալ դնում ենք մեջտեղում։ Եվ ավելացնում ենք կանաչիները, որը կտրատել ենք։ Դե ինձ սիրելիներս, այսօր մեր պաղաթադոմսը արդեն պատրաստ է, տեսակ ինչպես է քայլերը, շատ հեշտ է պատրաստվում, մի քանի պաղաթրիչ է պետք ու ամեն դան սիրված մթերքները կան, որը միսն է, կարտոֆիլի մի տեսակ, պաների մի տեսակ եւ վրան է թթվասեր։ Այսինքն բոլորի ճաշակին համապատասխանում է։ Ամեն բարակայի պատրաստեք, ձեր կարծիքը կսպասեմ, հավանել եք, չեք հավանած անպայման ինձ կասեք եւ չմոռանաք հետեւել մեր էջին, համի կախնիկ էջին, որպեսզի մեր դիզայների backstage-ները, որը մեր պրոդյուսերը եւ դայրեկտորը պատրաստում են, բաց չթողնեք։ Մի հատ էլ բան ասել չմոռանաք, YouTube-յան ալիքում արդեն համի կախնիկը ունի էջ։ Բոլոր ձեր բաց թողած հաղորդումները կարող եք այնտեղից նայել ու պատրաստել։ Դե ինչ, սիրելիներս, ամեն ինչ արեցինք, բայց ամենավերջում պետք է փորձենք, քանի որ ես այսքան հոգնեցա եւ պատրաստեցի, չեմ կարա չուտեմ ու ուզում եմ գիսվեմ ձեր հետ իմ կարծիքը։ Այստեղ տնեմ մի հատ մի քիչ պանիրից ու համտեսում ենք։ Վաու։ Վաու, իրականում չեք կարող պատկերացնել միսը եւ քաղցր կարտոֆիլը, որովհետեւ քաղցր կարտոֆիլը երբ որ եփվում է, ավելի է դենց քաղցրություն դուրս գալիս։ Այդ միսը, այդ քաղցրությունը, այդ թթվասերի համը եւ բանիրը մի խենթանալի համովություն ենք ստացել։ Մի հատ էլ ուտեմ։ Եվ այդ ամենակարևորը գեղևն է, որ խրխտան պետքա լինի։ Աբո, շատ համով է։ Ձեզ լավ օր։